Արևմտյան Ադրբեջան քարոզչությանը պետք է լուրջ վերաբերել։ Այո, պետք է լուրջ վերաբերվել, որովհետև Ադրբեջանը ամեն դեպքում առիթը, եթե նման առիթ ընձեռվի, այդ առիթը բաց չի թողնի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քայլեր նախաձեռնելու եւ իր այդ նարատիվները, մոտեցումները կյանքի կոչելու համար։ Ըստի Հայաստանի իշխանություններն էլ առհասարակ քաղաքական դասը եւ զինվորականությունը պետք է պատրաստ լինեն թե քաղաքական մակարդակում, դիվանագիտական մակարդակում, թե ռազմական մակարդակում համարժեք քայլերը նախաձեռնել այդ Ադրբեջանի անխորժակները սահմանափակելու համար։ Դե Ադրբեջանի ասածը վերաբերում է խորհրդային շրջանին, ես ճիշտ եմ։ Ինչու՞ միայն խորհրդային շրջանին։ Այսինքն այն շրջանին, երբ Բաքվում էին հայեր ապրում, Կիրովաբադում էին ապրում, Սումգայիթում էլ։ Իրենց ախորժակները վերաբերում են նաև նախախորհրդային շրջանին։ Այն շրջանին, երբ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, կամ Հայաստանի հանրապետությունը ավելի շուտ, որտեղ այդ բաժանում առաջին, երկրորդ, երրորդ ինձ համար փոքր-ինչ ոչ նորմալ բան է։ Այդ շրջանին է նաև վերաբերում իրենց պահանջատիրությունը եւ մենք պետք է դրան շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ նրանք ասում են, որ հենց այդ շրջանում Հայաստանի տարածքից, Հայաստանի Հանրապետության տարածքից դեռ մինչև 20 թվականը ադրբեջանցիներ են վտարվել։ Բաքվից հայեր չեն վտարվել։ Հա, բայց Հայաստանի իշխանությունները թարթերով հրաժարվել են զբաղվել։ Դա այդ խնդիրը նրանք թողել են ինչ-որ մի հասարակական կազմակերպության ուսերին, որը ըստ էության բացի շատ պարբերական մերթ հնչող քաղաքական շատ մշուշոտ բովանդակություն ունեցող հայտարարությունից որևէ ուրիշ բան անելու ոչ ընդունակ է, ոչ էլ կոչված է դա անել։ Իսկն այս առումով Հայաստանի իշխանությունները փախստականների խնդիրը զրոյացրել են, ոչնչացրել են Հայաստանի համար։ Եվ դա իմ համոզմամբ արվել է միտումնավոր, որտեղ առաջին այսպես նախադրյալները թե իբր պետք է զբաղվեն փախստականների հարցերով կյանքի կոչվեցին 23 թվականին, ապրիլի վերջերին մեծ համաժողով կազմակերպվեց մարզահամերգային համալիրում ադրբեջանահայ փախստականների խնդիրներին նվիրված ընդունվեց հռչակագիր, որը հասցեագրված էր Հայաստանի իշխանություններին եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանին, որը ընդունեց, որ այդ պահանջները իրավաչափ են, բայց մի քանի ամիս այս խնդիրը լղոզելուց եւ անտեսելուց հետո այնքան ձգեցին, մինչեւ Արցախից հայությունը բռնագաղթի ենթարկվեց, իսկ հետո հարցը Հայաստանի համար ընդհանրապես փակվեց։ Այսինքն սա պարզապես վնասարարություն էր, որը ուղղված էր թե անհատապես փախստականներին, հին եւ նոր, թե Հայաստանի Հանրապետության շահերին։ Այսինքն պետք է սպասել այնուամենայնիվ, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում Արցախի հարցը իր տեղը կզբաղեցնի։ Արցախի հարցը մենք արդեն այդ խմորն ենք, չէ՞, շոշափում։ Արցախի հարցը այն ժամանակ իր տեղը կզբաղեցնի, երբ կձևավորվի համապատասխան քաղաքական պլատֆորմ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, որովհետև իշխանական ճամբարը իր քաղաքական պլատֆորմը ձևավորել է իրական Հայաստան դնելով անունը եւ հրաժարվելով բոլոր տեսակի պահանջներից, իրավաչափ պահանջներից Ադրբեջանի նկատմամբ եւ միջազգային հանրության հետ այս հարցով շփումները նույնպես կարծես թե ակտիվ չեն։ Արցախի նախկին իշխանությունների ներսում վերադասավորումներ են։ Ինչ է ձեր պատկերացմամբ տեղի ունենում։ Դե գիտեք, ես չինովնիկների խաղերին լուրջ չեմ վերաբերվում։ Այս մարդիկ ընդհանրապես չինովնիկական խաղեր։ Այս պահի դրությամբ առայժմ այդպես է, որովհետև տարիներ, փաստորեն 2 տարի կորսվեց առնվազն, թեև հաշվարկը պետք է 20 թվականից սկսենք։ Այսինքն Արցախի քաղաքական դասը
քաղաքականությամբ գոնե պետք է 20 թվականից հետո սկսեր զբաղվել լրջորեն։ Հրաժարվեց դրանից։ Թե Հայաստանի իշխանությունների հետ համագործակցված էր դա արվում, թե Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցված դա արվում։ Ես այժմ դրա պատասխանատվություն եմ, իմ համար ակնհայտ է մի բան։ Այդ մարդիկ քաղաքականությամբ զբաղվելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ ունակություն, այսինքն դրանք փոխկապակցված բաներ են։ Ենթադրում եք, որ դրսի ազդեցություն կա այդ Ես կարծում եմ, որ այո, որտեվ դրանց այդ մարդկանց մեծ մասը առանց դրսից մեկի ձեռքը բռնելու քայլ անգամ չէր անի։ Շվեյցարիա դա վերաբերում է մեր քաղաքական դասին ընդհանրապես, թե Հայաստանի, թե Արցախի։ Դա միասնական մի բան է։ Շվեյցարիայի առանձնահատկությունը ո՞րն է Արցախի հարցում։ Շվեյցարիայի առանձնահատկությունը այն է, որ Շվեյցարիան նախ Կարմիր խաչը հյուրընկալած պետությունն է եւ Կարմիր խաչի հիմնական հովանավոր պետությունն է, չեզոք պետությունն է, որը ճամբարներից դուրս է տարատեսակ ռազմական եւ քաղաքական եւ այդ առումով ես կարծում եմ, որ Շվեյցարիան այնտեղն է եւ այն պետությունն է, որը կարող է նախաձեռնել գործընթացներ, որոնք միտված կլինեն խնդիրների արդարացի լուծմանը առանց կողմերից մեկին նախապատվություն տալու եւ օբյեկտիվորեն դիտարկելով կողմերի իրավունքները, քաղաքացիների իրավունքները, կորուստները, վնասները եւ գուցե կարողանա աջակցել նաեւ համակեցության նոր միջավայր ձևավորելու տեսանկյունից։ Հայաստանը ընտրությունների կգնա առանց պայմանագրի, թե պայմանագրով ինչ։ Ես կարծում եմ, որ առանց պայմանագրի։ Ես կարծում եմ, որ առանց պայմանագրի եւ քանի որ պայմանագրի ստորագրման նախապայմանը սահմանադրության փոփոխությունն է, սահմանադրության փոփոխությունն էլ կախված է Նիկոլ Փաշինյանի ցանկություններից, եւ եթե Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ, այդ սահմանադրության փոփոխությունները դժվար թե կյանքի կոչվեն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը կարող է սահմանադրական փոփոխությունների խնդիրը կապել իր ապագա վերընտրության խնդրի հետ եւ ասել արտաքին գործընկերներին շահագրգիռ, որ այսինքն միաժամանակ աներ։ Միաժամանակ չի ստացվի, պետք է նախ ընտրվի, հետո անի։ Չէ, խորհրդարանական ընտրություններ եւ հանրաքվե։ Պարտադիր չի։ Չնայած հանրաքվե կարող են փորձել անել ուղղակի ցույց տալու համար, որ Հայաստանում սահմանադրության փոփոխությունը հնարավոր է։ Այսինքն հանրաքվե արվի այդ հարցով, ոչ թե հենց փոփոխությունները դրվեն հանրաքվեի, այլ հարց դրվի։ Փոխում ենք սահմանադրությունը, թե ոչ։ Սա ավելի տրամաբանական է։ Եվ այդ առումով կարծում եմ, գործող իշխանությունը կփորձի իր խաղն առաջ տանել, որում այս ընթացքում նաև կձգտի այնպես անել, որպեսզի մրցակից որևէ քաղաքական ուժ չձևավորվի, այսինքն Հայաստանում քաղաքական դաշտը մնա պարակված եւ սա կարծում եմ Նիկոլ Փաշինյանի համար գոհութենական հարց է, որտեղ իշխանության կորուստը կարող է հանգեցնել նրան, որ իր եւ իր թիմի եւ մերձավորների նկատմամբ Հայաստանում հաշվեհարդար տեղի ունենա, առավել ևս եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ նրանց ընդհանուր աջակիցները։ Կա այդպիսի հավանականություն, որ կարող են գալ, ոչ մի բան պետք չի բացառել։ Մանավանդ որ դա մեծապես կախված կլինի արտաքին դերակատարների դիրքորոշումներից։ Այսինքն Փաշինյանի իշխանությունը պետք է արտաքին աշխարհին համոզի, որ նա արտաքին աշխարհին պետք է եւ միաժամանակ այդ ֆոնի վրա նաեւ չեզոքացնի ներքին մարտահրավերները եւ սա իրենց համար կենսական խնդիր է։ Հայաստանի ընտրողը հեչ, մնաց լուսանցքում ոնց որ, հա։ Դե քաղաքական վերնախավերի ներկա վիճակը, որ դա միայն Հայաստանին չի վերաբերում, այնպիսին է, որ իրենք ընտրողի եւ քաղաքացու շահերը իրապես չեն ներկայացնում։ Եվ Հայաստանում նաև ընտրությունների կերպն է այդպիսին, այսինքն
երբ ընտրում են կուսակցությանը եւ չգիտեն այդ կուսակցությունը ներկայացնող ցուցակի մասնակիցներին, անդամներին, ստացվում է, որ հենց կուսակցապետն է նշանակում այն մարդկանց, որոնք պետք է ներկայացնեն կուսակցությանը, բայց այդ կուսակցությունը ժողովրդին իրականում չի ներկայացնում։ Ներկայացնում է միջնորդավորված կուսակցապետի միջոցով։